Բարև սիրելի ուսուցիչներ, այս ուսումնական տարի ևս աշխատելու ենք միասին, այս անգամ արդեն ես և շրջակա աշխարհը դասընթացի 4-րդ դասարանի դասագրքի միջոցով։ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 2-րդ և 3-րդ դասարանների դասագրքերի շապիկները։ 4 դասարանի դասագիրքը ստեղծվել է պետական չափորոշչի և առարկայական ծրագրի պահանջներին համապատասխան։ Դասագիրքը բաղկացած է երկու մասից։ Դասագրքով աշխատելը պետք է սկսել հենց տարեսկզբից, դասագրքի հետ աշակերտներին ծանոթացնելով։ Դրանով կմեծանա հետաքրքրությունը դասընթացի նկատմամբ, միաժամանակ դասագրքից օգտվելու գործը կդառնա դյուրին։ Պետք է ներկայացնել դասագրքում տեղ գտած պայմանական նշանները, բացատրել դրանց նշանակությունը, որպեսզի աշակերտները արագ և հեշտ կողմնորոշվեն դասագրքի էջերում։ Ուսուցիչը պետք է պատմի դասագրքի կառուցվածքի բաղադրիչների մասին։ Դասագիրքը սկսվում է հեղինակների կողմից 4 դասարանցիներին ուղղված խոսքով, որտեղ աշակերտներին խորհուրդ է տրվում իրենց ուսումնառության մեջ առավել մեծ տեղ հատկացնել դիտումներին, հետազոտություններին, փորձերին, գիտելիքի այլ աղբյուրներին։ Դաս տեքստերը սկսվում են թեմային և դասին բնորոշ պատկերազարդումներով։ Դասերը սկսվում են հարցերով, որոնք նպատակ ունեն վերհանել սովորողների նախնական գիտելիքները տվյալ դասանյութի վերաբերյալ, ինչպես նաև խթանել նրանց հետաքրքրությունը, կենտրոնացնել ուշադրությունը սպասվող նյութի վրա։ Դասագրքում տեքստային բաղադրիչից բացի, պատշաճ տեղ է տրված նաև մյուս բաղադրիչներին, այսպես տեքստային նյութերն առավել գրավիչ ու հետաքրքրական դարձնելու նպատակով այս տարվա դասագրքում ևս օգտագործվել են ճանաչված բանաստեղծների, մանկագիրների չափածո ստեղծագործությունները։ Տեքստային նյութերի գրավչության մեծացման նպատակով այս դասագրքում ևս տեղ է հատկացվել հանելուկներին։ Այս տարվա դասագիրքը ևս ունի հարուստ նկարազարդում։ Այստեղ բոլոր դասերի համար զետեղված են տարբեր նկարներ, որոնք դասերի տրամաբանական շարունակություն են կազմում և միշտ ուշադրության կենտրոնում պետք է լինեն ուսուցիչների կողմից։ Դասընթացի ուսուցումը պահանջում է մեծ դիտողունակություն և ընդհանուր հասկացությունների ու պատկերացումների կոնկրետացում։ Այդ իմաստով նկարը դառնում է սովորողների մտածողության տեսողական հենարանը։ Դրանով էլ որոշվում է դասագրքի նկարազարդումների և դրանցով աշխատելու առավել կարևոր նշանակությունը։ Աշակերտներին պետք է սովորեցնել ուշադրությամբ զննել նկարը, վերլուծել դրանք, բացահայտել դրանց բովանդակությունը։ Դասագրքում տրված մի շարք բարդ, աշակերտներին անծանոթ բառերի ու հասկացությունների բացատրությունները տրված են աստղանշերի միջոցով։ Մեր դասագրքում առաջադրանքները, մտածելու համար նախատեսված հարցերը կոչված են նպաստելու ոչ միայն նյութի լավագույնս յուրացմանը, կարողունակությունների զարգացմանը, այլև զարգացնելու աշակերտների մտածողությունը և հետաքրքրությունը դեպի շրջակա աշխարհը։ Հատկապես կարևորել ենք այն առաջադրանքներն ու հարցերը, որոնց միջոցով պարզաբանվում են աշակերտներին շրջապատող բնական և հասարակական երևույթները, իսկ դրանք էլ պահանջում են դիտումներ և պարզ հետազոտություններ։ Աշակերտների առաջադրանքների շարքում դասագրքում դարձյալ տեղ են գտել նախագծային աշխատանքները, աշակերտների հաղորդումների պատրաստումն ու ներկայացումները։ Սովորողների ճանաչողական ունակությունների զարգացման համար մեծ նշանակություն ունեն նաև փորձերը։ Դրանք հնարավորություն են տալիս տեսնել զանազան երևույթներ, ծանոթանալ բնական առարկաների հատկություններին, հասկանալով բնական երևույթի էությունը։ Փորձերը ևս զարգացնում են սովորողների դիտողունակությունը, մտածողությունը, տրամաբանությունը, խոսքը և այլն։ Ուստի այս դասագրքում մեծ տեղ ենք տվել զանազան փորձերին, որպես աշխարհը ճանաչելու կարևորագույն մեթոդի։ Դասագրքի գրեթե բոլոր դասերը պարունակում են դրա բովանդակությունը լրացնող բազմաբովանդակ էլեկտրոնային պաշարներ, տեսանյութեր QR կոդերի տեսքով։ Դրանք նախատեսված են ոչ միայն տեսնելու և ունկնդրելու, այլև զանազան առաջադրանքներ կատարելու համար։ QR կոդերի միջոցով տրված են նաև հետաքրքրաշարժ նյութեր, բանաստեղծություններ, նկարներ և այլն։ Յուրաքանչյուր դաս ավարտվում է համառոտ ամփոփմամբ «Ես արդեն գիտեմ և կարող եմ» վերտառությամբ։ Այստեղ համառոտակի շարադրված է ուսումնասիրվող նյութի հիմնական բովանդակությունը։ Այդ հետևությունները նախատեսված են ի մի բերելու աշակերտների գիտելիքները և կարողությունները։ Դրանք իրականում չափորոշչի,
տվյալ դասի վերջնարդյունքների ձևակերպումներն են։ Այս տարվա դասագիրքը ևս ուղեկցվում է ուսուցչի մեթոդական ձեռնարկով, որտեղ այլևայլ հարցերի կողքին քննարկվում են առարկայի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, խաչվող գաղափարները, չափորոշչային պլանավորումը, դասընթացի ժամանականակի օրինակելի թեմատիկ բաշխումը, տրված են չափորոշչային դասի պլանի նմուշներ, լրացուցիչ նյութեր եւ այլն։ Իդեպ նշեմ, որ մեթոդական ձեռնարկը կհրատարակվի եւ անվճար կտրամադրվի ձեր սիրելի ուսուցիչներ։ Իսկ ինչպես մյուս դասարանների, 4 դասարանի համար ևս նախատեսվում են աշխատանքային, թեմատիկ եւ կիսամյակային տետրեր։ Հարցերի եւ առաջարկների համար կարող եք գրել հիշյալ էլեկտրոնային հասցեին կամ զանգարել նշված հեռախոսահամարով։ Սիրով կսպասենք ձեր արձագանքներին, սիրելի ուսուցիչներ, մաղթում ենք հաջողություն ձեր աշխատանքում։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։